Մենք խոսեցինք Ռուսաստան հետ քաղաքականության, տնտեսական, մենք դրան զուգահեռ տեսնում ենք նաև, որ Ռուսաստանից ընտրություններից հետո հնչում են ուղիղ տեսակետներ, որ նրանք կասկածի տակ են դնում Հայաստանի ընտրությունները։ Եթե օրինակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը չճանաչի Հայաստանի ընտրությունները, ձեր կարծիքով ինչպիսի իրավիճակ ստեղծվի հայ-ռուսական հարաբերություններում եւ դա ինչ հետևանքներով է հղի։ Ես անհանգիստ եմ, որ նույնիսկ եթե ճանաչել, դա լավ բանի չի բերելու։ Ինչ է փոխվում, եթե չկա վստահություն։ Մարդը կամ ունի վստահություն, կամ չունի վստահություն։ Երկիրը կամ ունի վստահություն, կամ չունի վստահություն։ Նույն Պուտինը չտեսա, որ շատ հեշտությամբ Հայաստանը կարող են օգտագործել Ռուսաստանի դեմ պայքարի համար։ Ռուսաստանը ունի իր շահերը տանում է առաջ, հայ ժողովուրդը պարտավոր է ունենալ իր շահերը եւ իր շահերը տանի առաջ։ Եթե մենք կանգնենք նայենք ինչ է անելու Ռուսաստանը, ինչ է անելու Ամերիկան, ինչ են անելու Եվրասոյուզի երկրները մեր հետ, հավատացեք, մենք պետություն չենք ունենալու։ Մենք պետք է ստեղծենք առաջի հերթին ուժեղ տնտեսության պետություն։ Մենք միջև չստեղծենք ուժեղ տնտեսության պետություն, մենք կախված ենք լինելու ոչ միայն Ռուսաստանից, նույնիսկ Մոզամբիկի պրեզիդենտը եթե չճանաչի, մենք վտանգ ենք ունենալու։ Մենք պետք է լինենք զարգացած տնտեսությամբ երկիր, վստահելի երկիր բոլորի համար։ Մենք չպետք է բաժանենք Ռուսաստան, Ամերիկա, մենք իրավունք չունենք այդ խաղերին մասնակցենք։ Ինչ գործ ունենք։ Ո՞վ է մեզ ստիպում, որ գնանք մասնակցենք։ Այսինքն միայն Փաշինյանը իշխանություն պահելու համար մենք ինչ որ խաղերի ենք մասնակցում։ Այդ խաղերը բերում են մեկ բան։ Վտանգ Հայաստանի պետությանը, վտանգ հայ ժողովրդին, քարշ գալով Փաշինյանը մի 5 տարի էլ կծակի, հետո։ Բա գոյություն ունի ժողովրդի ցասում։ Բա որ մի օր սկսվի դա։ Դրա համար մենք իրենց համար շատ լավ պայման էինք, խելք ունենային, չէին անի այդքան ապօրինություններ, հանգիստ փոխանցեին իշխանությունը այն ուժին, ով արժանի էր եւ ով կտաներ այս երկիրը զարգացման, չունենալով փորձ։